շարունակելու ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են։ Ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ստանձնելով ես դեմ եմ քվեարկել առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերի։ Այսօր երկիր կա, որ իր արտաքին եւ պետական պարտքը չի ավելացրել։ Ես հիմա շատ վստահ չասեմ, որ չկա այդպիսի երկիր, բայց շատ դժվար կլինի գտնել այդպիսի երկիր, որովհետեւ բոլոր այսինքն չկա տենց երկիր, որ պետական պարտքը չի ավելացրել։ Դուք գիտեք, որ մեր պետական պարտքը արդեն հատում է մեր օրենքով նախատեսված վերին սանդղակը, եւ ես չեմ կարծում, թե մանավանդ վարկերի ծախսման այս պատմությունը թողած, անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, մենք պետք է նոր վարկեր ներգրավենք։ Ասում են, վայ, Հայաստանի պետական պարտքը դարձել է, չգիտեմ, ինչ որ 7 միլիարդ, հա, ինչքան կամ քանի միլիարդ է դարձել ընդհանուր։ Այս տարեվերջին 10-ից մի քիչ բարձրացել են 10 միլիարդ եւ այլն, այդ թիվը էական չի, էականը թե հնայի նկատմամբ պետական պարտքը ինչ ծավալակազմ, որպեսզի պարզ լինի, ասեմ, ենթադրենք, այս ինչ մարդը ունի, բա գիտեք, այս ինչը $50,000 պարտք ունի, հավայքով ես $50,000, բա ոնց է առնելու, ասենք, ենթադրենք, ամիսը $45,000 աշխատավարձ է ստանում, իր համար $50,000 պարտքը պրոբլեմ չի։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է տոկոսի տակ ընկած այն գյուղացիների կարգավիճակում, որ այս բանկից վարկը վերցնում են, այս մյուս բանկի վարկն են փակում, այն մյուսից վերցնում են վարկը, այս մյուս բանկի վարկն են փակում։ Դրանից եմ 150 միլիոն, 152 միլիոն եվրո Գերմանիայից էժան վարկ են բերել, այդ ինչի վրա է ծախսվում։ Այսօր որ մեզ շատ փող տան, բերենք մեր մյուս պարտքերը փակենք, ահագին մեր ծանրաբեռնվածությունը կիշնի, ինքը պատկերացրեք, ոնց որ հիմա դուք ունենաք 10 միլիոն դրամ վարկ, ասենք 20%-ով, ահա, հիմա մեկը ձեզ օրինակ տա եւս 10 միլիոն դրամ, բայց 10%-ով, չեք վերցնի, տանեք են փակեք։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ եւ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին եւ ընդհանրապես պետական պարտքը ավելացնել։ Պարտք ասելով մենք նկատի ունենք վարկային բեռը, բայց եկեք հարցին նայենք հակառակ տրամաբանությամբ, եթե որևէ մի ընտանիքի բարեկեցությունը աճում է, օրինակ իրենք սկսում են ավելի շատ եկամուտներ ստանալ, նրանց պարտքային բեռը ավելանում է, թե պակասում է։ Այսօր սովորաբար մեծ մասամբ ավելանում է, որովհետև մարդիկ, երբ որ հնարավորություններ են ավելանում, նրանք նախընտրում են ավելի մեծացնել իրենց բարեկեցության մակարդակը եւ այս առումով կարծում եմ շատ կարեւոր է արձանագրել նաեւ, որ ըստ էության շատ վաղուց Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, մենք այդ պրակտիկան հիմա էլ ունենք, մենք պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով եւ մենք օրինակ ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում։ Ասենք օրինակ աշխատավարձ բարձրացնելու համար մենք պարտք չենք վերցնում։ Բյուջեն ունի դեֆիցիտ։ Եվ եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է, որ պարտք չվերցնենք, ապա պետք է ինքը նաև ցույց տա այն ճանապարհը, թե ոնց պետք է մենք պետական բյուջեի ծախսերը կատարենք։ Ինչի հաշվին մենք պետք է աշխատավարձ վճարենք մարդկանց, թոշակ ու կատարենք մնացած ծախսերը։ Երկրում կան ճանապարհների անհրաժեշտություն, կոմունիկացիաների անհրաժեշտություն, ջրի անհրաժեշտություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ պետությունը այդ բոլոր կարիքները հոգում է այնքանով, ինչքանով կարողանում է գումարներ գեներացնել իր բյուջեում։ Տեսեք, դուք ասացիք բյուջեի ճեղքվածք։ Բյուջեում ճեղքվածք չկա, բայց խնդիրն է նա, որ փողը երբեք շատ չի լինում։ Հիմա ինչու են իշխանական խմբավորումներ այսպես պայքարում այդ վարկային ծրագրերի համար։ Արդյոք որպեսզի այդ վարկերը առավել ժողովրդահաճո ճանապարհով ծախսեն։ Թույլ տվեք ասել, որ ոչ, ընդհակառակը, այստեղ այս վարկերը նույնպես օգտագործվում են քաղաքական ինտրիգների,
ազդեցությունների ոլորտի բաժանման եւ հետագայում իհարկե նաեւ այդ ռեսուրսները ծախսվում են ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Եվ այս process-ում երբեմն իշխանությունը առաջնորդվում է թերևս ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կարգախոսով։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Պարտքով ենք զենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Իմ խորին համոզմամբ այս վարկային միջոցները իշխանությունը օգտագործել է սեփական վարչական լծակները, կեղծարար համակարգը, ընդհանրապես այդ իշխանության պահպանման հայտնի կառուցվածքը ամրապնդելու եւ գործարկելու համար։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Կարող ենք ասել, այս ավելի քան 2.5 միլիարդ դոլարը այն գինն է, արտաքին պարտքի 2.5 միլիարդ դոլարի աճը այն գինն է, որ Հայաստանի իշխանությունները վճարել են նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, հեղափոխություն եւ իշխանափոխություն տեղի չունենա։ Միակ արդյունքը կամ ավելի ճիշտ հետևանքը պետք է համարել հենց սա։ Բայց խնդրեմն այն է, որ այդ հեղափոխություն չլինելու դիմաց վճարել է ոչ թե իշխանությունը իր գրպանից, այլ էլ վճարել ենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս մեր գրպանից եւ մեր ապագայի հաշվին։ Այս պետության մեջ ինչ կատարվում է, լույս են քաշում փողոցում։ Այդ որտից է փողը, գրանտ կամ վարկ։ Փողոց են սարքում, ով է տալիս փողը, գրանտ կամ վարկ։ Հայաստանի վարկային ռեյտինգները իմանալով նաև Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չունի, չի ունենալու որևէ խնդիր, եւ մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե ինչպես եւ որտեղից ներգրավենք միջոցներ։ Իմ տեսակետը արձանագրեցի, որ սա հստակ նախընտրական վարկ է, որ 2017 թվականի էլի կգա, ես համոզված եմ, հələ էլի այսպիսի վարկեր կգան, որ 2017 թվականի ընթացքում հանրապետական կուսակցությունը իր նախընտրական կարիքների համար այս վարկերը ծախսի։ Եվ այստեղ շատ են ասում հետեւյալը, որ այդ բանաձևը վարկեր տալիս են նրանց, ում նկատմամբ վստահություն կա ու ով ի վիճակի է փակել վարկերը։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, այսօր Հայաստանի գյուղացիության մի հսկա մասը վարկերի տակ է, բայց չի կարողանում փակի։ Տուն, տեղ, հող, մեքենա, ամեն ինչ դրված է գրավի տակ։ Եվ հին վարկերը փակելու համար վերցում են նոր վարկեր։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ահա այս ոչ նախանձելի վիճակում։ Վերնագիրը վարկային համաձայնագիրը ընդդիմությունը պիտի քլնգի։ Հիմա այս հարցը դնենք մի կողմ, մի վարքյան։ Հիմա ասեմ, այս վարկային համաձայնագրերը որքան էլ որ տարօրինակ հնչեն, տնտեսագիտության հետ իհարկե կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն։ Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է։ Մեր գործերը այնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող։ Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը եւ կայունությունը եւ կանխատեսելիությունը եւ ընդունելությունը, այսպես նորբար հորինենք թերևս միջազգային գործընկերների համար, այդ թվում եւ ֆինանսական հաստատությունների այնքան աճել, որ իրանք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող 5%-ով, իրենք առաջարկում են մեզ փող 1.6%-ով։ Բայց ես հակառակը ասեմ։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 միլիոն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել։ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Պատկերացնում եք, այդ կորոնավիրուսից պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում եւ ձեռք ենք բերում միջոցներ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով։ Սա նշանակում է, որ մեր կառավարության եւ մեր երկրին վստահում է միջազգային հանրությունը։ Սա նշանակում է, որ մենք միջազգային պարտներ ենք, որովհետեւ եկեք ամեն մեկս մեր վրա վերցնենք, չէ՞։ Մեզ դիմում է ինչ որ մեկը, ասում է ինձ պարտ կտաս։
Եթե մտածենք, որ անհույս անպարտաճանաչ ապագա չունեցող մեկն է, պարտ կտակ դուք որևէ մեկին։ Իհարկե չեք տա։ Բայց հունվարին մենք թողարկում ենք իրականացի աննախադեպ ցածր տոկոսով։ Նկատի ունեմ այդ պարտքի թեմայից, պետք չի վախենալ։ Իհարկե մենք շատ շնորհակալ ենք Ասիական զարգացման բանկին եւ բոլոր մեր ֆինանսական գործընկերներին, բայց դա էլ է կառավարության մասնաբաժին, այդ որ ասում են պետական պարտքը ավելացավ, վայ պետական պարտքը ավելացավ, սա պետական պարտքի ավելացման մի շատ լավ, ես կասեի, եւ դասական օրինակ է, երբ որ մենք պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ։ Հիմի 5 խմբակցություն գումարած կառավարություն կանգնել են դոնոր կազմակերպությունների դեմը, ասում են դե որ մի 16 միլիոն ես վերջերս տարօրինակ ուղղակի շատ հաճախ այդ մանրապատումները երգիծական բան ստիպված եմ ստեղ մեջ բերել, որովհետև մեր քաղաքական կյանքը իսկականից արդեն անեկդոտի շատ լուրջ բաներ է, այտենց միշտ է եղել այդ անեկդոտիկ ներկայությունը, բայց հիմա երկրաչափական պրոգրեսիա վաճում։ Դոնոր կազմակերպություններն էլ իմ ունեցած տեղեկություններով իրանք էլ իրանց հերթին բան են անում, էլի, պարապ չմնալու համար, իսկ որ 11 միլիոն դոլար տանք կլնեք ժողովրդավար, թե չէ կլնի, դե կառավարությունն ասում է, չէ գիտեք ժողովրդավարը լինելու համար երևի 11 միլիոն դոլարը հերիք չի։ Հարցը հետևյալն է, իսկ եթե Եվրամիությունը, ասենք, 2 միլիոն ավել տա, կարանք այս օրենքի ամենավերջում գրենք շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Բայց գիտեք ինչ կներեք էլի, դուք ձեր կառավարության ղեկավարը, այլ անդամներ, որոնց մասին խոսել եմ, ըստ էության ինչ եք անում, կառավարության կաբինետներում նստած ափաշքարա միլիոններ եք աշխատում, դուք ուրիշ որևէ բանով զբաղված չեք։ Հետո էլ ասում եք մենք հանվելու խասած չունենք։ Կներեք, իսկ շատ կսխալվենք, եթե այս ամեն ինչը ձեր արածը անվանենք ուղղակի կոռուպցիոն ստրիպտիզ, որ դուք ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ։ Եվ ուզում եմ ասել, պարոնայք, որ ժողովուրդը այդ ձեր ստրիպտիզից ահագին գրգռված է։ Ու եթե առաջիկայում դուք չվերանայեք ձեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի հետ, հավատացեք, վաղ թե ուշ ստիպված եք լինելու հանվել։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եղբայր մի հատ